Հիմա անցնենք երկրորդ մասին՝ զուտ քիմիային։ Ինչ է իրականում կատարվում միկրոսկոպիկ մակարդակում։ Այստեղ ամենակարևոր բանալի բառը, որ պետք է հիշենք, մի յուրահատուկ քիմիական ռեակցիա է, որը կոչվում է օճառացում։ Պարզ ասած, սա այն process-ն է, երբ եռգլիցերիդը, այսինքն բնական ճարպը կամ յուղը, ուղիղ բախվում ու փոխազդում է մի շատ ուժեղ հիմքի, ասենք նատրիումի հիդրոքսիդի հետ, եւ հենց այս հանդիպումից էլ ծնվում է մեր մաքրող հրաշքը։ Սա շատ գեղեցիկ process է։ Երբ ճարպը խառնվում է այդ ուժեղ հիմքի հետ, եռգլիցերիդի էսթերային կապերը բառացիորեն կոտրվում են։ Տեսեք, արդյունքում ճարպաթթուն ստանում է մասնակի բացասական լիցք ու սկսում է մագնիսի պես դեպի իրեն ձգել դրականապես լիցքավորված նատրիումի կամ կալիումի կատիոնը։ Հենց այս անդառնալի ռեակցիան է, որ հասարակ յոգային խառնուրդը վերածում է իսկական օճառի։ Լավ, բայց երբ արդեն ունենք պատրաստի օճառը, ինչպես է այն գործնականում մաքրում։ Սա մեր երրորդ կետն է։ Գիտեք ինչն է իսկապես հետաքրքիր այստեղ։ Օճառի մոլեկուլն ունի, այսպես ասած, երկվորյակ կամ կիսված բնույթ։ Այն ունի ջուր սիրող բևեռային հիդրոֆիլ գլխիկ եւ ճարպ ձգող ոչ բևեռային հիդրոֆոբ պոչիկ։ Պատկերացնում եք, այս հակասական բնույթը նրան օժտում է մի տեսակ գերհզորությամբ։ Այն կարողանում է միաժամանակ բռնել եւ կեղտը եւ այն մաքրող ջուրը։ Իսկական խաղաղարարի դեր է տանում։ Հենց այս յուրահատուկ երկակյության շնորհիվ էլ օճառը հանդես է գալիս որպես էմուլգատոր։ Դա նշանակում է, որ այն կամուրջ է գցում յուղի ու ջրի միջև։ Մենք բոլորս գիտենք, չէ, որ ջուրն ու յուղը բնական պայմաններում պարզապես տանել չեն կարողանում իրար ու երբեք չեն խառնվում, բայց օճառը գալիս ու ստիպում է նրանց միանալ։ Դա ուղղակի հրաշալի է։ Եվ ահա թե ինչպես է դա աշխատում գործնականում։ Ջրի մեջ այս մոլեկուլները հավաքվում են իրար շուրջ ու ստեղծում մի կառույց, որը գիտնականներն անվանում են միցել։ Այդ ջուրատող պոչիկները կեղտը բառացիորեն բանտարկում են կենտրոնում, թույլ չտալով, որ այն նորից կպչի ձեր մաշկին։ Իսկ ջուր սիրող գլխիկները մնում են դրսում, որպեսզի այդ ամբողջ գնդիկը կեղտի հետ միասին պարզապես լվացվի ու անհետանա ջրի հոսանքով։